նողկալի երևույթներ կան, որոնք ոչ միայն արտարոց չեն համարվում, այլ նաև ընդունում են որպես շատ բնական և սովորական մի բան։ Կարծես թե այդ բանը այդպես էլ պիտի լիներ։ Դրանք այնքան են արմատացել հասարակության կյանքի մեջ, որ որևէ մեկը չի զարմանում նման բաների վրա։ Օրինակ, խաբել, խաբեություն հասկացողությունը։ Մարդիկ չեն զարմանում այս օրերում։ Այո, այս ինչին խաբեցին, չեն զարմանում։ Այս կյանքի մեջ շատ զիմզիմովներ կան, որոնց կյանքի նպատակը ուրիշին խաբելն է, նրա ունեցվածքին տիրանալն է, գրպանելն է այն, ինչ որ իրեն չի պատկանում։ Եվ նշանաբանը հետևյալն է. դիպ խաբում ենք, այսինքն բոլորին համատարած խաբում ենք, բայց մեկ-մեկ էլ նաև խոստովանում են ու խաբվում ենք, որովհետև իրենց էլ խաբողներ կան, իրենցից ավելի զորավոր խաբողները։ Հասարակությունը իշարս մի շարք արմատացած արատների, երևույթների խաբեությունն էլ շատ հանգիստ է ընդունում և ասում են սա կյանքն է, մի խաբվի, ճարպիկ եղիր, թող քեզ չխաբեն։ Սա իրականությունն է, այդպես է թե չէ։ Անհատ խաբեբաների արածը ոչինչ է համեմատած պետական մակարդակի խաբեություններին։ Հիմա մի քանի օրինակներ ձեզ պիտի բերեմ։ Սասնա Ծռեր հերոսական խմբի մասին աշխարհի ամեն անկյունում գտնվող հայ իմացավ, անգամ օտարազգիները, նրանք ընտրեցին մի միջոց, որ թեև ծայրահեղ է թվում, զինված գրավեցին պարետապահակային ծառայության շենքը, այդպիսով իրենց բողոքը, վրդովունքը մեջտեղ բերելով կատարվող անիրավություններին, որ այսօր հայրենիքում համատարած աղքատություն է, մարդկանց ամենատարական իրավունքները ոտնահարվում են, որ այնտեղ կա ամենաթողություն, բեսպրիդել, որ օրենքը բոլորի համար է, բայց ոչ մի քանի իշխանական կլանների, ովքեր օրենքից ավելի բարձր են։ Եվ այս մարդիկ, որոնք Արցախյան պատերազմի հերոսներ էին նրանցից շատերը, և թեև իշխանական շրջանակները փորձեցին նրանց ահաբեկիչ պիտակավորել, բայց ժողովրդի համար նրանք մնում են հերոսներ, և այդպես երկու շաբաթ նրանք գրաված պահեցին այդ շենքը, որից հետո իշխանությունը սկսեց նրանց հետ մտնել հարաբերության մեջ, որպեսզի այդ հարցը կարգավորվի։ Զենքը ցած դնելու այդ տղաների որոշումը, որպեսզի այլևս արյունահեղություն չլինի, իշխանությունները խոստումներ տվեցին, բայց հետո դրժեցին իրենց խոստումները նենգաբար։ Ահա իշխանական մակարդակի խաբեություն։ Ուրիշ օրինակներ բերեմ ձեզ։ Մարդիկ մի քանի սերունդ ապրել են նույն շենքում, նույն տանը, սերունդներ, մինչև իր հոր պապը այդ նույն տանն է ապրել, օրերից մի օր քաղաքապետարանը որոշում է ընդունում, որ այս շենքը համարվում է այս տարածքը գերակա շահ։ Գիտեք դա ինչ է նշանակում։ Այսինքն այստեղ ավելի կարևոր մի շինություն պիտի կառուցվի, այնպես որ ձեր ժամանակ ենք տալիս, խաբում են մի փոքր փող են տալիս, դուրս են անում այդ տներից, քանդում են շենքը և փոխարենը հայտնվում է մի բարձրաստիճան անձնավորություն կամ մի օլիգարխ և այնտեղ սկսում է կառուցել իր ռեստորանային կամ ասենք հյուրանոցային համալիրը, ինչ եղավ մեծ խաբեություն։ Կամ ասենք նախկին կռազի շոֆերը, ոչ թե վարորդը, շոֆերը իշխանական լծակները գործադրելով
Սրա ու նրա բիզնեսների մեջ է մտնում 50%-ը վերցնելով, ահաբեկելով, թող փորձվի մեկը հանկարծ ասի ոչ։ Ժողովրդական խոսքով ասում են, ուրիշի վեննան է մտնում։ Եվ այսպիսիների դեմ ոչ մեկը չի կարողանում ընդվզել, որովհետև իշխանական օղակներում իրենց կապեր ունեն։ Այսպիսի դեպքերից հետո այլևս կարիք չկա, կարծում եմ, ամենատարական մակարդակի խաբեբաների եւ խաբեությունների մասին խոսել։ Այսպիսիներին բնորոշ ինչպիսի գործելակերպ կա, ինչ գործելակերպ է սա։ Բորենու։ Բորենին ընդհանրապես որս չի անում, սակայն ոհմակով հարցակվում են եւ ուրիշի որսածը տանում են, անգամ առյուծի բերանին եղած որսը կարող են փախցնել եւ տանել։ Նույն ձևով վարվում են այսպիսիները իրենց չեղածը խաբելով տանում։ Խաբեբաներին առանձնահատուկ մի հատկություն է սուտը, տարբեր դրսևորումներով եւ սուտը հանդիսանում է խաբելու հաջողության լավագույն գրավականը։ Մի փոքր այսպես նախաբան ձեզ բերեցի, որպեսզի ձեզ ներկայացնեմ բոլոր ժամանակների եւ ամենամեծագույն ու եզակի խաբեբային։ Ով է այդ խաբեբան։ Նրա անունը Սատանա է, ամենատաղանդավոր շակերտների մեջ, ամենահանճարեղ, յունիկ է այս անձնավորությունը, եզակի մեկն է, եւ որ Ադամից սկսած մինչև այսօր, բոլոր ժամանակների մեջ եւ բոլոր սերունդներին խաբել է եւ խաբում է ոչ թե 1-2 հոգու, բոլորին խաբել է մինչև այսօր եւ շարունակում է խաբել, այդ թվում նաեւ կռազի շոֆերին։ Նա անտեսանելի է, սակայն իր գործերը շատ բացահայտ են։ Այսօր մարդկության այդ ողբալի վիճակը, որ կա, մեղսալից ընթացք, որ դեպի դժոխք է տանում։ Ով է դրա ետևում կանգնածը, ով խաբեց մարդկությանը այդ ճանապարհը, լայն ճանապարհը գծելով, որ դեպի դժոխք է տանում։ Անշուշտ որ Սատանան։ Սատանայի խաբեության գործընթացը սկսում է հենց Եդեմական պարտեզից։ Ծննդոց 3-րդ գլուխ եւ 13 համարում կարդում ենք. Աստված ասավ կնոջը. Ինչ է այս քո արածը։ Եվ կինը պատասխանեց. Օձ ինձ խաբեց ու ես կերա։ Ապա Ադամը կերավ եւ մեղանչական բնությունը իրենց մեջ ունեցան եւ իրենցից ծնված սերունդները մեղավոր ծնվեցին եւ այդպես դարձան մահկանացուներ մինչեւ այսօր։ Երկրորդ Կորինթացիս 4 գլուխ եւ 4 համարում կարդում ենք. Այս աշխարհի Աստվածը փոքրատառ է անպայմանորեն։ Կամ օդի իշխանության իշխանը անհավատների մտքերը կուրացրել է։ Blind, կուրացրած է։ Որպեսզի Քրիստոսի ավետանի փառքի լույսը նրանց վրա չծագի, որ է Աստծո պատկերը։ Դարերի ընթացքում Սատանան մարդկությանը խաբել է, որպեսզի Աստծո հիշատակը մարդկանց միջից ջնջի։ Աստված չկա, ուր է։ Եթե կա, այսքան տարի երկրի վրա ապրում ես, մի անգամ տեսար Աստծուն, դե տեսնում ես, որ չկա։ Զգացմունքներով մի շարժվի, իրողությամբ շարժվի, չես տեսել, ուրեմն չկա։ Եվ բերել է գաղափարները, դարվինիզմը, միաբջիջի գաղափարը, ամեն բան միաբջիջից սկսեց, եւ էոնների ընթացքում զարգացում եւ ամեն բաներ մենք այսօր ունենք։ Բայց եթե հարց տանք, թե միաբջջին ով ստեղծեց եւ նրա մեջ զարգացման կոդը ով դրեց։ Ժողովող 3:11 Էկլեսիաստիս անգլերենով։ Աստված ամեն բան իր ժամանակին վայելուչ արեց եւ մարդու մտքի մեջ հավիտենականությունը ճանաչելու փափագը դրեց։ Էլի չենք ուզում։
Աստծուն ճանաչելու փափագը մարդու մեջ դրված է։ Մարդը ինքը չի ուզում, սատանան էլ անընդհատ իրեն խաբում է։ Բայց Աստծո արած գործը մարդը չի կարող սկզբից մինչև վերջ հասկանալ։ Ավելի դժվար է աթեիստ լինելը, քան թե Աստծուն հավատացող։ Ավելի մեծ հավատք է պահանջվում աթեիստ լինելու համար։ Աստված ասում է. ով անմիտ, գլուխդ բարձրացրու եւ զննի ուտես անհաշիվ այդ աստղերը, ով ստեղծեց։ Բոլոր աթեիստները, անգամ ամենախելացիները սատանայի կողմից խաբված են։ Անգլերենով ասում են big time, շատ զորավոր ձևով են խաբված։ Սաղմոս 14:1 եւ Սաղմոս 53:1 անազգամը իր սրտի մեջ ասավ, թե Աստված չկա։ Միայն սրտի մեջ խորելը Աստված որակում է որպես անազգամություն։ Բայց այսօր շատերն են բարձրաձայնում, չէ՞։ Երկար մորուքով այդ բացառիկ ուրեմն տասնապատիկ ինքը անազգամ մեկն է եւ բոլոր այդպիսիները։ Ժողովող 7:29 համար Աստված մարդուն ուղիղ ստեղծեց։ Ինչպես Աստծո պատկերի եւ նմանության պես, Աստվածապաշտ, Աստծո հետ հարաբերվող, ամեն բան շատ լավ էր։ Բայց նրանք, այսինքն մարդիկ, շատ հնարքներ փնտրեցին։ Այսինքն կերպեր փնտրեցին Աստծուց հեռանալու համար, որովհետև մարդու սրտին մեղքը լավ է գալիս, հաճելի է, նախընտրում է մեղսալից այդ ընթացքի մեջ գտնվել, քան թե Տիրոջը գալ եւ խոստովանել։ Հազարավոր տարիներ հեթանոսական պաշտամունքներ են եղել եւ ներկայիս էլ տարբեր տեղերում այդ պաշտամունքները կան չաստվածներին։ Ստեղծված առարկաները, պատկերները մարդիկ դրել են եւ որպես Աստված պաշտել են։ Ով է դրա հետևում կանգնած, ով է դրթողը, սատանան։ Հաստատել է այդ պաշտամունքի կերպը, ձևերը եւ Աստծո խոսքի մեջ հարյուրավոր համարներ կան դատապարտող այդ կռապաշտությունը։ Մենք միայն մեկ տեղից կարդանք եւ բավարարվենք Եսայի 44:12-ից 20 համարները։ Երկաթագործը ածուխի վրա կշինե տապարը, կացինը։ Կռաններով նրան ձև կտա, տարբեր գործիքներով, այն իր զորավոր բազուկով կշինե, երբ անոթենա ուժը կկտրի, այսինքն շատ ջանք ու եռանդ է դնում, որպեսզի այդ կացինը պատրաստի։ Երբ ջուր չխմե կմարի։ Հյուսնը լար կքաշե քարփնթերը եւ մատիտով կուր կգծագրե։ Այն քանդակագործի գրչով կքանդակե։ Նրա վրա կարկինով կգծի, այն մարդու կերպարանքով ու մարդկային գեղեցկությունով կշինե, այսինքն հրապուրիչ ձևով։ Դուք եթե Կրիշնիայի պատկերները տեսնեք, գեղեցիկ կնոջ մի պատկեր է, որ մարդկանց հրապուրի, հետաքրքրի, որպեսզի տան մեջ դրվի։ Այն իրեն եղևնիներ կկտրե ու կաղնին կառնե, զանոնք անտառի ծառերից կկտրե, սոճի կտնկե եւ անձրևը զանիկա կմեցնե, անոնք մարդուն վառելիք կլան։ Անոնց մեկ կառնե, որպեսզի կրակը վառե ու տաքանա։ Փայտը կտրում են, կրակ են վառում տաքանալու համար։ 21-րդ դարում ենք, բայց երկրագնդի շատ ու շատ տեղերում այդպես է նրանց տաքանալը։ Անոնց մեկ մասը կայրե ու հաց կեփե։ Նաև Աստված մնալ կշինե եւ անոր երկրպագություն կնե։ Հասկանալի է, չէ՞։ Նույն փայտի կտորը վերցնում է, կեսը կտրում է, այրում է, որպեսզի նրա վրա
բան եփի, ասենք հաց սարքի, մյուս կեսն էլ վերցնում է եւ տարբեր տեսակի գծագրություններով, փորագրություններով մի պատկեր է ստանում եւ ասում է սա իմ Աստվածս է։ Անոր կեսը կրակի մեջ կվառե, կեսի վրա հաց ու խորոված կեփե եւ կշտանա։ Կթաքանա ու կսե, ահա տակացա, կրակը տեսա, նրա մնացածով Աստված, այսինքն կուրքել կշինե իրեն։ Զանիկա կպաշտե եւ անոր երկրպագություն կնե, անոր աղոտ կնե ու կսե, զիս ազատե, քանզի իմ Աստվածս դու ես։ Չեն գիտեր ու չեն հասկանար, քանզի անոնց աչքերը տեսնել է եւ անոնց սրտերը հասկանալ է դադարեցան։ Որևէ մեկը միտք չի բերում ու գիտություն ու հանճար չունի, որ ասե. սրա կեսը կրակի մեջ վառեցի, անոր կայծերի վրա հացալ եփեցի, միս խորովեցի ու կերա, եւ մնացածն էլ պիղծ բան շինեմ։ Այսինքն ամենա տարական տրամաբանությունը ինչ է հուշում։ Փայտի կտորը, որ կրակի մեջ ես գցում ու տաքանում ես, նրա վրա հաց ես եփում, այդ նույն փայտի մյուս կտորը դարձնում ես քեզ համար Աստված եւ պաշտում ես։ Ծառի կոչ կպաշտեմ, անիկա մոխիրով կսնանի, անոր խապված սիրտը զինք կմոլորեցնե եւ իր այդ ձեռքի մեջ ստություն արդյոք չկա։ Եվ այսպիսի համարներ բազմաթիվ են, միայն Եսայի մարգարեության մեջ կարող եք տարբեր տեղերում գտնել։ Ուրեմն մարդը թեև բանական էակ է, Աստծո պատկերի եւ նմանության պես ստեղծված, Աստծո փառքի համար ստեղծված, Աստված պաշտելու համար, բայց Սատանան այնքան է խաբել եւ մոլորեցրել է նրան, որ մարդը պաշտում է ամեն բան, բայց ոչ ճշմարիտ Աստծուն։ Տարբեր տեղերում տեսած կլինեք Բուդդայի անճոռնի արձանը դրված է եւ այդ արձանին պաշտում են, նրա առջև կերակուր են դնում, աղոթքներ են անում։ Մարդը կարծում է, որ ինքն է իր գաղափարների կրողը, սակայն նրան ուղղորդող կա, չէ՞ որ կարդացինք, որ Աստված մարդու սրտի մեջ հավիտենականությունը ճանաչելու փափագը դրել է, մարդու մեջ կա Աստված պաշտություն, սակայն Սատանան ուղղորդում է ուրիշ ուղղությամբ, միայն թե ճշմարիտ Աստծուն պաշտամունք չլինի։ Եվ այսօր էլ կան մարդիկ, որ արձաններ եւ պատկերներ են պաշտում, ոմանք էլ եթե այդպիսի բաներ չեն անում, իրենց պաշտամունքը ուղղված է ստեղծվածի, օրինակի համար, մեկի համար իր պաշտամունքի առարկան իր զավակն է, կամ իր ամուսինն է, այդպիսիներ էլ կան։ Ես քեզ պաշտում եմ, այս խոսքը կլսեք։ Մարդուն ասես նման բան, Աստծո առջև սա պղծություն է։ Ով մեջտեղ բերեց իսլամը, բուդդիզմը, հինդուիզմը։ Պիտի ասեք այդ կրոնների առաջնորդները, հա? Նրանք գործիք եղան, որպեսզի այդ կրոնները մեջտեղ գան, բայց այս ամենի ետևում կանգնած է Սատանան։ Միայն մեկ նպատակով, որքան հնարավոր է խաբել մարդկանց, որպեսզի ճշմարիտ Աստծուն չպաշտեն։ Եվ այդպես աշխարհի մոտավորապես 5 միլիարդ, բնակչության 5 միլիարդը այս եւ նմանատիպ կրոնների ետևից են մոլորված։ Հռոմեացիս առաջին գլուխ 19-ից 25 համարներում կարդում ենք. Որտեւ ինչ որ Աստծո մասին պետք է գիտենալ, իրենց մեջ հայտնի է, արդեն նշեցինք։ Որտեւ Աստված նրանց հայտնեց, քանզի աներևույթ բաները աշխարհի սկզբից ստեղծվածներով կիմացվեն։ Աստծո թագավորությունը, Աստծո գոյությունը իմացվում է նրա ձեռքի գործերով։ Երկինք Աստծո փառքն է պատմում, երկիր նրա ձեռքերի գործն է ցույց տալիս։ Այս ներդաշնակ տիեզերքը, մոլորակներ, աստղեր, միայն երկիր մոլորակը նայեք։ Այդ բնությունը, որ կա երկիր մոլորակի վրա։ Ինչպես եղավ, իրեն ստեղծվեց, Big Bang-ի շնորհիվ եղավ։
Չէ որ Աստված հաստատեց։ Լեռները կշիռքով հաստատեց։ Կտեսնվի, այսինքն իր մշտենջենավոր զորությունն ու աստվածությունը, որպիսի անպատասխանի մնան։ Թեև իրենք Աստծուն ճանաչում էին, բայց Աստծո պես չփառավորեցին կամ շնորհակալ չեղան, հապա իրենց խորհուրդների մեջ ունայնացան եւ սրտերին անմտությունով խավարեց։ Մարդինք իրեն իմաստունի տեղ դնի, ի վերջո այդ վիճակի մեջ պիտի հասնի։ Իրենք իմաստունը նսին ու հիմարացան։ Եվ անեղծ Աստծո փառքը փոխեցին նմանեցնելով եղծանելի մարդու եւ թրջունների եւ չոր քոտանիների եւ սողունների պատկերին։ Դրա համար էլ Աստված թույլ տվեց, որ մարդկությունը պղծության մատնվի եւ տեսնում ենք ինչ ահավոր մեղքերի մեջ է եւ այսպես շարունակում են եւ այդ մեղքերը գնալով ավելի կատարելագործվում են։ Այսօր էլ կհանդիպեք երկրներ եւ ժողովուրդներ, ովքեր որ պաշտում են կովը, փիղը, առնետը, կոբրա օծը, այս ամենը իրենց համար Աստված է։ Սատանան իր ձգնորսական կարգով ոմանց որսացել է հետևյալ կերպ. դե մի բան կա էլի երկնքում, մի ուժ կա։ Ինչ այդ ուժը, էլեկտրական ուժ է, ինչ ուժ է։ Մի շատ խելացի ճակերտավոր հետևյալն էր ասում եւ բացատրություն էր տալիս։ Այ օրինակ, տեսեք, ասում էր կայծակը, ինչ զորավոր է, չէ՞, եւ որպես կարող ես նրան Աստված ընդունել կայծակը։ Թեև կայծակի պարամետրերը տպավորիչ են, մանավանդ ասենք գծայինը, որտեղ նաեւ կայծակի ուրիշ տեսակներ կա, գնդային կա, օղակաձև կա, երկարությունը մի քանի տասնյակ կիլոմետր է։ Տևողությունը իր պարպվելու կայծակի 10-ի -4 աշճան վայրկյան։ Գիտեք սա ինչ թիվ է։ Այլ կերպ ասած, մեկը բաժանած 10-ի 4 աշճանի։ Աննշան թիվ է, աննշան թիվ է։ Եվ հոսանքի ուժը 100 կիլոամպերից ավելի մեծ է։ Բայց քննենք տեսնենք կայծակը իրենից ինչ է ներկայացնում։ Դա ամպի տարատեսակ լիցքերի, դրական եւ բացական լիցքերի իրար հանդիպելուց, բախվելուց առաջանում է այդ պարպումը, այդքան բան։ Եվ կայծակը ընդունել որպես Աստված, դուք պատկերացնում եք ինչ անմտություն է սա։ Սատանային բնորոշ ցայտուն հատկություններից մեկն էլ, ինչպես խաբեբան մարդունն է, սուտն է։ Սուտը զենք է, սուտը գործիք է սատանայի համար եւ նա մարդկության այդպես խաբում է։ Սատանան հանդիսանում է աշխարհի բոլոր անհավատ մարդկանց հայրը, նրանց հայրիկն է։ Իրենք ուզեն կամ չուզեն, այդպես է, Աստված է այդ բանը հռչակում։ Տեր Հիսուս այսպես ասաց սատանայի մասին, Հովանու 8-րդ գլուխն է սա, կարդանք։ 44-ից 47 համարները։ Թեև խոսքը ուղղված էր այդ պահին իր հետ գտնվող, իր առջև գտնվող հրեաներին, բայց սա ընդհանրական է։ Դուք ձեր հորից սատանայից եք եւ ձեր հոր բաղձանքը կուզեք անել։ Նա սկզբից մարդասպան էր եւ ճշմարտության մեջ չկեցավ, վասնզի նրա ներսիդին ճշմարտություն չկա։ Եվ նա ստություն խոսի, բուն իրեններից է խոսում, քանզի անիկա ստախոս է եւ ստության հայրն է։ Բայց որտեւ ես ճշմարտություն կխոսեմ, ինձ չեք հավատար։ Ձեզ մի ով կրնա զիս հանդիմանել մեղքի համար, իսկ եթե ես ճշմարտություն կխոսեմ, ինչու ինձ չեք հավատում։ Նա որ Աստծուց է, Աստծո խոսքերին մտիկ կնե։ Դուք անոր համար մտիկ չեք անում, քանզի Աստծուց չեք։ Եվ այդպես սատանան մարդկությանը խաբել է եւ նրանք չգիտեն, կարծում են, որ այն գաղափարները իրենք որ ունեն, իրենցն է։ Բայց ով է ներգործում նրանց մտքերի մեջ, չարը, սատանան։
Սատանա եբրայեցիներեն, եթե թարգմանենք, դուրս է գալիս հակառակորդ, ում հակառակորդն է, Աստծու եւ մեր մարդկության հակառակորդն է։ Սուրբ Գիրքը նրան անվանում է նաև վիշապ, առաջին օձ, Հայտնության 20-րդ գլուխ 2 համար, Revelation, մարդասպան, Կայենին ով դրթեց, որպեսզի իր եղբոր Աբելին սպանի, չէ՞ որ Սատանան էր։ Նրա մեջ այդ նախանձը առաջացրեց եւ դրթեց, որ իր եղբորը սպանի։ Ուրեմն ուղղորդող կա եւ այսօր աշխարհի վրա շատ հանցագործություններ է կատարվում։ Ով է ուղղորդում, որ դանակը դիմացինիդ փորը մտցրու կամ ատրճանակի ձկանը քաշիր եւ կրակի, ով Սատանան։ Այստեղ անշուշտ պիտի տանք բացատրություն եւ դա հետեւյալն է։ Մարդը, որ այս հանցանքը կատարում է, բոլորովին էլ պատասխանատվությունից չի ազատվում։ Մարդը իր արածների պատասխանատուն է եւ պատիժը պիտի կրի, բայց ասում ենք, թե ով է կանգնած դրա ետևում։ Աշխարհի վրա այդքան չարիք կա եւ համայն մարդկությունը հլու հնազանդ սատանայի կամակատարներն են դարձել։ Սատանայի համար նախասահմանյալ ընթացք կա գծված եւ վերջավորությունն ենք տեսնում։ Կարդանք Հայտնության 20-րդ գլխից առաջի 3 համարները։ Հետո մի հրեշտակ տեսա, որ երկնքից կիշներ եւ անդունդի բանալին ու մեջ շղթամը ուներ իր ձեռքը, նա բռնեց վիշապը, այսինքն առաջին օձը, որ բանսարկուն ու սատանան է, եւ կապեց նրան 1000 տարի։ Ու անդունդը գցեց նրան եւ փակեց վրայից կնքեց, որ ալ չմոլորեցնի ազգերը։ Հազարամյա ժամանակ սատանան կապված պիտի լինի եւ ազգերին չի կարող մոլորեցնել։ Սրանից մենք կարող ենք ենթադրել եւ շատ պարզորոշ ձևով, որ ազգերին արդեն մոլորեցրել է։ Միջև 1000 տարին լմնա։ Դրանից հետո պիտի արձակվի նա կարճ ժամանակվա համար։ Ինչու՞։ Պիտի արձակվի, որ հետեւյալը անի։ Հիմա էլ կարդանք 7-րդ համարից, նույն Հայտնության 20-րդ գլխի։ 1000 տարին լրանալուց հետո պիտի արձակվի սատանան իր բանտից, որ պիտի ելնե եւ մոլորեցնի երկրի 4 անկյունները, եղող ազգերը Գոգն ու Մագոգը, որպեսզի նրանց պատերազմի հավաքե, որոնց համրակը ծովու ավազի չափ է։ Երկրի ընդարձակության մեջ ելան եւ սուրբերին բանակը եւ սիրելի քաղաքը 4 կողմից պատեցին, որն է այդ քաղաքը Երուսաղեմ։ Երկնքից Աստծուց կրակ իջավ ու սպառեց զանոնք, իսկ բանսարկուն սատանան, որ նրանց մոլորեցրեց, գցվեց կրակի ու ծծումբի լճի մեջ, ուր էին գազանը ու սուտ մարգարեն եւ այնտեղ պիտի չարչարվեն ցերեկ ու գիշեր հավիտյանս հավիտենից։ Ինչ մեծ հանգստություն է գալիս, չէ՞։ Երբ որ իմանում ես այդ մեծ հակառակորդը, այդ խաբեբան ուր պիտի գնա։ Աստված արդեն նրա վախճանը նախասահմանել է եւ այն պիտի տեղի ունենա, ինչպես որ գրված է։ Այս նենք արարածը շատ ստոր է ինքը, խաբեբա է։ Մարդկանց մի ստվար խմբի խաբել է, համոզելով, որ կյանքը սա է։ Այսպես կապրես, մի օր պիտի մեռնես։ Այնպես որ աշխատի, որ կյանքիդ ամեն մեկ վայրկյանը վայելես։ Ինչը վայելես այս կյանքի։ Ինչ կա այս կյանքի մեջ վայելելու։ Եթե մի փոքր ուրախություն է, անպայմանորեն դրան պիտի հաջորդի տխրությունն ու տրտմությունը։ Ինչը վայելես։ Այս մեղսալից աշխարհը, որի մեջ մարդկությունը ընկղված է, եւ դրա համար էլ այսպես մտածողները անշուշտ պիտի ասեն, որ ինչ մեռելների հարություն, ինչ հավիտենական կյանք, այդպիսի բաներ չկա։ Առաջի Կորինթացիս 15-րդ գլուխ
32-33 համարներում կարդում ենք. Եթե մեռելները հարություն չեն առնում, ուտենք ու խմենք վաղը կամ մի օր, պիտի մեռնենք։ Սուրբ գրքի մեջ է սա գրված։ Եվ նրանք, ովքեր որ Սուրբ գրքի հետ ծանոթ չեն, նրանք էլ են նույն բան ասում։ Պես է կյանքը, ուտենք, խմենք, մի օր պիտի մեռնենք։ Ամեն բան փուչ է, այդ մի բանը ճիշտ են ասում, այո, փուչ է։ Դատարկ է, անցողիկ է, ունայն է, բայց ասում են, միայն ուտել խմելն է մնում։ Լավ մի փոքր լատրամաբան եք, մնում է թե չէ։ Կերար խմեցիր ներս գնաց, հետո կոյուղիներով դուրս գնաց, վերջացավ, քեզ չմնաց։ Ոչ մի բան էլ քեզ չի մնում։ Դրա համար մի խաբվեք, չար ընկերակցությունը, այսինքն նրանք ովքեր այսպիսի մտայնություն ունեն եւ այդպես են իրենց կյանքը ապրում, բարի վարքը ապականում են եւ այդպիսիների հետ դու պետք չէ որ ճանապարհ գնաց։ Աստծո խոսքը ասում է սատանայի հնարքները չիմացող մի եղեք։ Չիմացող մի եղեք, երկու իր այդ որ միացնեք դրականը կստանաք, չէ՞։ Ուրեմն իմացեք ինչպիսի մեկն է նա։ Ինչպիսի մեկն է նա։ Եվ Եսայի 14-րդ գլուխ, Եզեկիել 28-րդ գլուխների մեջ սատանայի կերպարը ներկայացված է։ Հետաքրքիր է, որ շատ հիանալի ձևով, օրինակի համար, դու իմաստությամբ լեցուն ես, կատարյալ գեղեցկության մեջ, քո ճամփաների մեջ կատարյալ, եւ սա նախքին հրեշտակապետի համար է գրված, մեկի, որ Աստծո երեսն է տեսել ամեն վարքյան, սակայն աննազանդ գտնվելով հպարտության պատճառով ընկավ իր դիրքից եւ ապականվեց նրա մոտ ամեն բան, թեև նա խելացի է, բայց այդ խելացությունը ծառայեցնում է չարիքի համար եւ նրա գեղեցկությունը ապականվեց։ Նա երբեք գեղեցիկ մեկը չպատկերացնեք, նա այլանդակ մի արարած է ներկայիս։ 1800-ական թվականների կեսին մեկը մյուսի ետևից սկսեցին մեջտեղ գալ տարբեր աղանդներ, որոնք ջանք արեցին քրիստոնեական ամբրելայի կամ զոնտիկի տակ մտնել, որպեսզի իրենք էլ քրիստոնյա համարվեն, ընդհանուրի հետ կարողանան ճամփա գնան, եւ դրանցից երկու վար այնպիսի աղանդներ, որ այսօր ազգեր են փչացնում, աղանդավորության մեջ տանելով։ Մեկը դա վկաններն են, որ Եհովայի անունը իրենց վրա են առել եւ այդպես են առաջնորդվում, թունավոր վարդապետությունն են, նրանց գլխավոր թիրախը Քրիստոսի աստվածությունը մերժելն է։ Եթե մեկը Քրիստոսի աստվածությունը մերժում է, սատանայից է, վերջակետ։ Ուրեմն այլևս քննելու բան չկա, թունավոր մի վարդապետություն իրենց ունեցածը։ Մենք այսօր կոչ ենք անում շարքային վկաներին, Աստծո կողմից դեսպանություն ենք անում ասելով, խնդրում ենք, լքեք այդ շարքերը, որպիսի դժոխք տանող այդ ճանապարհից դուք դուրս գաք։ Դուք եկեղեցի չեք մտած, դուք մտած եք կազմակերպություն, որի գլուխը Քրիստոսը չէ։ Նույն ձևով մորմոնությունը մտավ հայության մեջ։ Գիտեք երբ։ Երկրորդ նախագահի օրոք Յուտայում $10 միլիոն նվիրատվություն տվեցին եւ նրանց դաբրո պաժալվեց։ Բարի գալուստ ասեցին Հայաստանում, գնացին եւ հիմնավորվեցին, այսօր շատ խորամանկ ձևով իրենց գործը կատարում են, հանդիպել եմ հայ մորմոնների, անգամ քարոզիչների, գիտեք ինչ սարսափելի վարդապետություն ունեն, որ իբրև թե Հիսուսը եւ սատանան մի ժամանակ եղբայրներ են եղել,
Պղծություն է սա։ Եվ սատանան աննազանդ գտնվեց, Հիսուս հնազանդ եղավ։ Ուրանում են Քրիստոսի աստվածությունը, այնպես որ սրանք, որ իրենց քրիստոնյայի կերպարանք են տալիս, սատանայից են բարի բուն իմաստով։ Սրանք համարում են սատանայի հենարանները և Սուրբ Գիրք իրենց ձեռքը վերցրած, այն գործածում են մարդկանց խաբելու, շփոթացնելու համար։ Սատանան եզակի խաբեբայ է, սակայն Տեր Հիսուս այդ նենգի գլուխը ջախջախեց, երբ խաչի վրա 2000 տարի առաջ։ Բայց դեռ շատ ավելի վաղ մարգարեական խոսք կար գրված Ծննդոց 3 գլուխ 15 համար։ Աստված սատանային հետևյալ ասաց. կնոջ սերունդը քու գլուխդ պիտի ջախջախի։ Եվ դա իրականացավ 2000 տարի առաջ, խաչի վրա Հիսուս համայն մարդկության մեղքերը իր վրա վերցրեց, եւ այդ զենքը, որ սատանան ունի, մեղքն է այդ զենքը, որտեղ մեղքի վարձքն էլ մահն է։ Սատանայի ուզածը դա է։ Մեղքի մեջ ապրի, հետո մեռի, դժոխք կգնաս։ Դա է նրա ուզածը։ Հիսուս համայն մարդկության մեղքը իր վրա վերցրեց։ Եվ նրանք, ովքեր որ հավատում են Տեր Հիսուսի կատարած գործին, իրենց մեղքերից ազատագրվում են եւ հավիտենականության ժառանգորդներ են դառնում։ Զաքարյան իր մարգարեության 3 գլուխ եւ 2 համարում սատանային բնորոշում է հետեւյալ ձևով. կրակից հանված խանձված մեկը։ Դուք պատկերացրեք։ Տեր Հիսուս ճշմարտությունը բերեց եւ ասաց. ես եմ ճշմարտությունը, ես եմ ճանապարհը, ես եմ հարությունը, ով որ ինձ հավատա, թեև մեռնի, հավիտենական կյանք ունի։ Ուրեմն ճանապարհը, ճշմարտությունը, կյանքը Հիսուսն է։ Այս մեկ համարով ամեն բան ասված է եւ նաեւ տրված է պատասխանը բոլոր նրանց, ովքեր որ ասում են. դե ինչպես եք դուք այդպիսի զատողություն անում, երբ որ այդքան լավ մուսուլմաններ կան, այդ հինդուների հետ շփվեք, բուդդիստների հետ, որքան քաղաքավար մարդիկ են, բարի մարդիկ են, նրանց հետ ինչ պիտի լինի։ Ըստ Աստծո խոսքի ասում ենք, բոլորն էլ պիտի գնան դժոխք, որտեղ միակ ճանապարհը երկնքի Հիսուս Քրիստոս է, եւ այս խոսքը երբեք չի շահարկվում, երբեք փոփոխության չի ենթարկվում։ Բայց ասենք, կան մուսուլմաններ Պարսկաստանում եւ այլուր, եւ բուդդիստներ, եւ հինդուներ, ովքեր որ Քրիստոսին, Հիսուսին իրենց Տերը եւ Փրկիչ են ընդունել, նրանք էլ Աստծո մեծ ընտանիքի անդամ են դարձել եւ նրանք էլ հավիտենական կյանքի են արժանացել։ Եվ Աստծո խոսքը բովանդակ աշխարհում քարոզվում է այսօր։ Միջոցները շատ են, Աստծո խոսքը ամենուրեք հասնում է։ Չպիտի գտնվի այնպիսի մեկը, որ ասի ես չեմ լսել։ Իրից լսածները իր դեմ պիտի վկայեն, որ դու լսեցիր եւ չընդունեցիր, դրա համար էլ դատապարտվեցիր ծծումբով այրված կրակի լիճը գնալուն։ Միթե սատանայի խաբեությունը չէ, որ մարդկանց համոզել է մեռնելուց հետո աղոթքով մեռածին աջակողմյան դասին դասել։ Միթե այս գաղափարը սատանայական չէ, ասեք տեսնեմ։ Ուրեմն մարդ ինչպես ուզի ապրի, մեղքերի եւ հանցանքների մեջ ընթանա, բայց վերջում կղերականի մեկ աղոթքով աջակողմյան դասին սեպվի։ Մանավանդ եթե վարձատրությունն էլ շատ առատ է եղել, վստահաբար կսեպեն, որ աջակողմյան դասին գնաց։ Եբրայեցիս 9 գլուխ եւ 27 համար Հիբրու ասում է. մարդուն սահմանված է մեկ անգամ մեռնել, որից հետո ինչ դատաստան։ Այս կյանքի մեջ է վճռվում ամեն բան։ Դավիթ մարգարեն Սաղմոս 6:5-ում ասում է. վասնզի մահվան մեջ քեզ հիշատակել չկա,
Գերեզմանի մեջ ով քեզ շնորհակալություն պիտի հայտնի։ Հետևաբար հավիտենական կեցության տեղը վճռվում է այս կյանքի մեջ։ Այստեղից է քո հավիտենականություն սկսելու։ Մեռնելուց հետո գործ եւ խորհուրդ չկա։ Այս կյանքի մեջ դու որոշում պիտի ընդունես եւ դա պիտի լինի քո կյանքիդ ամենամեծագույն որոշումը։ Սաղմոս 115-ի 17-18 համարները։ Մեռածները Տիրոջը չեն օրհնում, ոչ էլ նրանք, որ գերեզման են իջնում։ Ինչ պիտի օրհնեն։ Անշնչացած մարմին է։ Բայց մենք ենք Տիրոջը օրհնում, սրանից հետո մինչև հավիտյան։ Շարունակենք մեր աստվածպաշտությունը մինչև Տիրոջ գալուստը։ 2-3 համարներ կարդանք Եսայի 38-րդ գլխից, Այզեյա, Եսայի 38, 17-ից 19 համարները։ Խաղաղության տեղ մեծ դառնություն եկավ ինձի, բայց դու իմ հոգիս սիրեցիր ու ապականության գուբից փրկեցիր։ Վասնզի բոլոր մեղքերս կռնակիս ետևը նետեցիր։ Քանզի գերեզմանը քեզ չի կարող օրհնել, մահը քեզ փառք չի կարող տալ, գուբիչնողները քու ճշմարտությունը չեն կարող հուսալ, ապրողը քեզ պիտի օրհնե։ Ինչպես ես այսօր կնեմ։ Այո, քանի դեռ մեր վրա շունչ կա, Տիրոջը օրհնենք, Տիրոջը փառաբանենք։ Եվ բոլոր նրանք, ովքեր որ Տիրոջը չեն եկել, թող լրջությամբ մտածեն։ Կյանքը ամեն վայրկյան կարող է կտրվել։ Կյանքի թելը կարող է կտրվել, այնպես որ մտածենք, մեկ վայրկյան շուտ մեր որոշումը ընդունենք եւ Հիսուսին մեր կյանքերի մեջ հրավիրենք։ Ուրեմն այն պահին, երբ որ անձը մահանում է, վերջացավ։ Իր անձը եւ հոգին մարմնից դուրս են գալիս եւ իրենց գնալիք տեղեր ունեն, նրանք ովքեր Տիրոջով ապրեցին, Հիսուսին որպես փրկիչ Տեր ունեցան, Աստծո հրեշտակները վերցնում են եւ մեկ ակնթարթում տանում երկինք Աստծո թակարության մեջ։ Իսկ նրանք ովքեր որ հեգնեցին, ծաղրեցին, չընդունեցին, մահից հետո սատանայի հրեշտակները վերցնում են ու վայրկյանապես տանում են դժոխքի մեջ, կրակների մեջ, ուր ազատող այլևս չկա։ Հարցում են տալիս, իսկ ինչ կասեք, որ Հիսուս 40 օր երկրի վրա ապրեց, հետևաբար եզրակացնում են, որ մարդու հոգին մեռնելուց հետո 40 օր երկրի վրա շրջում է մանավանդ հարազատների եղած տեղում, գլխավորաբար, իսկ ոչ գլխավորաբար, հավանաբար տեսարժան վայրեր է գնում նայելու։ Սա խաբեություն է, նման բան չկա։ Հիսուսի երկրի վրա հայտնվելը իր հարությունից հետո մարմնով եղավ, փառավորյալ մարմնով եկավ, հատուկ գործի համար եկավ, որպեսզի իր աշակերտների հետ բազմաթիվ հանդիպումներից հետո նրանց զորացնի եւ իր վերջին պատգամները նրանց փոխանցի։ Մարմնի անջատումն է հոգուց։ Ակնթարթորեն դա տեղի է ունենում։ Տեր Հիսուս եկավ մարդկության փրկության համար։ Եվ նաև գրված է հետևյալը, առաջի Հովանու 3 գլուխ եւ 8 համարի մեջ, Հիսուս եկավ, որ սատանայի գործերը քանդի եւ քանդեց, քար ու քանդ արավ։ Դրա համար գրված է. ուր է ով մահ քո խայթոցը։ Ադամով մարդկության վրա մեղքը տարածվեց, Քրիստոսով այդ մեղքը եւ մահը խափանվեց։ Ուր է ով գերեզման քո հաղթությունդ, մարդու միայն անշնչացած մարմինն է գնում գերեզման, որտեվ Աստծո հրամանը կա,
հողեիր և հողին պիտի դառնաս։ Կոչ ուղենք մեր համայն հայ ժողովրդին, ասելով, որ վստահ իմացեք 100%-ով դրախտը և դժոխքը իրական վայրեր են։ Այո, ոմանց համար այն ծիծաղելի է թվում, ոմանք հեգնում են, ծաղրում են, բայց մենք պարտք ենք համարում նախ եւ առաջ Աստծո առջև եւ հետո որովհետեւ մեր ժողովրդին սիրում ենք, ասելով, որ ով հայ ժողովուրդ, ազգովի ապաշխարենք, որ գալիք հավիտենական դատապարտությունից խույս տանք։ Միջոցը Հիսուսին Տեր և փրկիչ ես ընդունում, քո մեղքերդ իրեն խոստովանում ես և Հիսուս Քրիստոսի արյունը քո բոլոր մեղքերդ սրբում է և դու Աստծո որդի ես դառնում։ Այս կյանքում պիտի վճռվի քո հավիտենականությունդ։ Մարմնից դուրս գալուց հետո գործ խորհուրդ չկա, այլևս փրկող չկա։ Գտնվում ենք շնորհքի շրջանի մեջ և այդ դուռն էլ կարող է հանկարծակի փակվել, մինչև այս վայրկյանը, այս պահը Հիսուս փրկիչ է։ Դուռը փակվելուց հետո Հիսուս պիտի լինի մեծ դատավոր։ Աստված իր կողմից ամեն բան արեց, մարդկության մեղքերի համար իր որդուն պատարագ արավ, զոհ արավ, որպեսզի ով որ հավատա, նրան հավիտենական կյանք ունենա։ Մնում է, որ մարդը ինքը քայլ անի։ Աստված մարդու սրտի մեջ հավիտենականությունը ճանաչելու փափագը դրեց։ Իր կամքով մարդը կարող է ընտրություն անել, այսօր կյանքը եւ մահը քո առջև եմ դնում։ Քրիստոս եւ Բելիար, դու Բելիարին ես ընտրել, սատանային, Քրիստոսին ընտրի, որպեսզի մեղքերիցդ ազատվես։ Սատանայի ամբողջ ջանքը սիրելիներ հետեւյալն է, որպեսզի մարդուն խաբած սպայի, որ մարդը այս քայլը չանի, փրկությունը չընդունի։ Եվ դեռ ավելին, նրա ամբողջ նպատակը, որ բոլոր մարդկանց իր հետ տանի ծծումբի լիճը, որտեղ Աստված ոչ դժոխքը, ոչ էլ ծծումբով այրված կրակի լիճը մարդու համար չի ստեղծել, այլ սատանայի եւ իր չար հրեշտակների համար։ Բայց մարդիկ, քանի որ միջև իրենց կյանքի վերջ անդրդվելի են մնում, Աստծո արդար դատաստանը պահանջում է, որ նրանք էլ գնան այնտեղ իրենց մեղավոր լինելու պատճառով։ Հիսուս եկավ, որ մենք ճշմարտությունը ճանաչենք։ Եվ ճշմարտությունը անձնավորություն է։ Ասած ես եմ ճշմարտությունը։ Պիտի ճանաչեք այդ ճշմարտությունը եւ այդ ճշմարտությունը ձեզ պիտի ազատի։ Այսքան տարիներ խաբեության հոգին խաբում է։ Հիսուս պատրաստ է ազատելու։ Մենք կարդում ենք Կողոսացիս առաջի գլխում 12-ից 15 համարները, որ իրապես մեր սրտին ուրախություն են տալիս։ Գոհանանք Հայր Աստծուց, գոհանանք այսօր, վաղը, հավիտյան, որ մեզ լույսի մեջ բնակող սուրբերի վիճակին մասնակից անելուն արժանացրեց, որ մեզ ազատեց խավարի իշխանությունից, սատանայի խաբեությունից եւ իր սիրելի որդու թագավորությունը փոխադրեց, որով մենք փրկություն ունենք իր արյունով։ Միակ փրկության միջոցը Քրիստոսի արյունն է։ Այսինքն մեղքի թողություն, որ աներևույթ Աստծո պատկերն է բոլոր ստեղծվածների անդրանիկը, Քրիստոս նոր ստեղծագործության գլուխն է, ինքը ստեղծված չէ, ինքը ստեղծիչ Աստվածն է, սակայն դարձավ նոր վերստին ծնունդ ունեցող բոլոր մարդկանց գլուխը, առաջնեկը։ Ուրիշ մեկով փրկություն չկա եւ ուրիշ անուն չկա, երկնքի տակ տրված, որպիսի դրանով այդ անունով մեկը կարողանա փրկվի։ Այդպիսի անուն գոյություն չունի։ Եվ Աստծո հազարամյակներ շարունակ եղող պատվիրանը հետևյալն է, այսօր էլ այն վավերական է,
այսօր էլ այն շատ կարևոր է եւ դա հետեւյալն է։ Գործք առաքելոց 17-րդ գլուխ 30-31 համարները։ Աստված տգիտության ժամանակները մեկդի անելով հիմա ամենքին պատվիրում է որ ապաշխարեն։ Տգիտության ժամանակները, այսինքն մարդը իր ուզած ձևով էր առաջնորդվում, հեթանոսական պաշտամունքներ, ամեն տեղ եւ ամենքին պատվիրում է որ ապաշխարեն։ Եթե ապաշխարեն, իրենց փրկությունը կգտնեն։ Իսկ եթե ոչ, որովհետև Աստված մի օր սահմանեց, որի մեջ աշխարհս պիտի դատի այն մարդու ձեռքով, որ որոշեց եւ նրան մեռելներից հարուցանեց։ Փրկիչ Հիսուս Քրիստոսը մի օր պիտի դառնա արդար դատավոր։ Նրանք ովքեր որ ճշմարտությունը ճանաչել են, անվերապահորեն թող այդ ճշմարտության մեջ կենան։ Եվ այդ ճշմարտության աղբյուրը Աստծո խոսքն է։ Դրա համար Հիսուս ասաց. «Իմ մեջս կեցեք եւ ես էլ ձեր մեջ»։ Երբ որ իր խոսքի մեջ մնանք, մենք կճանաչենք սատանայի խաբեական գաղափարները եւ ճանապարհները եւ հավատքով նրան կարող ենք դեմ դնել։ Ահա մեր ընթացքը, ահա մեր ճանապարհը։ Ճանաչենք ճշմարտությունը, ճշմարտության ետևել լինենք եւ սատանայի գաղափարները ճանաչենք եւ հավատքով նրան դեմ դնենք։ Իսկ նրանք ովքեր որ ապաշխարած չեն, Աստծո կոչը, Աստծո աղերսը մարդկանց, ապաշխարեցեք, Հիսուսին հրավիրեցեք ձեր կյանքերի մեջ եւ Տերը ձեզ բոլոր մեղքերից ազատելով որդիական իշխանություն պիտի տա եւ դուք ձեր հավիտենականությունը պիտի ապահովեք այս կյանքից սկսած, որ հավիտյան Տիրոջ հետ լինեք։ Տերը թող այս իմաստությունը բոլորին տա, մեզանից մնում է միայն ասելը, որոշումը ամեն մեկ անձնավորությունից է կախված։ Տերը թողորտնի իր խոսքը եւ ձեզ բոլորիդ ամեն